Վերադարձանք գովազդից եւ քանի որ առջևում ապրիլի 24-ն է, շարունակենք խոսել հենց այս թեմայով։ Բոլորովին այլ, դժվար, երբեմն նույնիսկ անհաղթահարելի թվացող ճանապարհը մեծ ողբերգությունների վերապրում է։ Դեռևս 2 տարի առաջ Ժեստ հոգեբանական կենտրոնը ստեղծեց մեծ ցեղասպանության հոգեբանական կողմերը ցուցահանդեսը, որը ներկայացվեց ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտերկրում։ Նկարների միջոցով փորձ էր արվում ներկայացնել քայլերը, որոնց միջոցով այո, հնարավոր է վերապրել անգամ անվերապրելին։ Մեր տաղավարում է հոգեբան Լուսինե Գրիգորյանը եւ մեր թեման վերապրումն է։ Բարի լույս։ Բարի լույս, բարի առավոտ, ուրախ ենք մեզ մոտ հյուրընկալել։ Ասմիկը խոսքի մեջ ասեց, որ ցուցահանդեսի ժամանակ ներկայացված էր նկարներ, որոնց միջոցով ցույց է տալի քայլեր, որոնց միջոցով հնարավոր է վերապրել անվերապրելին։ Եկեք հասկանանք առհասարակ վերապրելու հետ կապված։ Վերապրելը ինչ է նշանակում վերապրել։ Մոռանալ, թե սովորել դրա հետ ապրել։ Շատ ճիշտ հարցադրում էր, որովհետև մենք վշտի հաղթահարման եւ ամենատարբեր կորուստների դեպքում ունենում ենք երկու ծայրահեղ մոտեցում։ Մի դեպքում ճնշում ենք մեր հույզերը եւ փախնում ենք այն իրականությունից, որում մենք գտնվում ենք։ Մյուս դեպքում շատ ավելի երկար մնում ենք տառապանքի փուլում եւ ոչ միայն մենք ենք մնում, այլ նաեւ ստիպում ենք մեր երեխաներին, մեր ընտանիքի անդամներին մնալ տառապանքի փուլում, ինչը նշանակում է ցավը գիտակցել, բայց շարունակել պարբերաբար ինքներս մեզ ցավեցնել։ Եվ այո, ինքնանպատակ չէր մեր նախաձեռնությունը, ինչպես եւ մեր յուրաքանչյուր նախաձեռնություն, որովհետեւ հոգեբանական խնդիրների տեսանկյունից հաճախ կարող ենք տեսնել տարելիցով պայմանավորված, թեմայով պայմանավորված հոգեբանական խնդիրների ակտիվացում, ինչու, որովհետեւ հայոց ցեղասպանությունը դասական օրինակ է կոլեկտիվ տրավմայի, որտեղ տրանսգեներացիոն ցավը փոխանցվում է սերնդեսերունդ։ Այսինքն այն խնդիրները, որոնք մենք սովորաբար բնորոշում ենք եղերն ապրած պատմություններով, մասնակիցներով, ապա պետք է հաշվի առնենք, որ եղերնը ոչ միայն այն ապրող եւ դրա մեջ գտնվող մարդկանց ցավն է, այլ ստացվում է այնպես, որ դա փոխանցվում է եւ դառնում է հաջորդ ծերունների ցավը եւ հաճախ անձի կողմից դա գիտակցված չէ, քանի դեռ մենք չենք ունենում այս կամ այն հոգեբանական խնդիրները եւ պատահական չէ, որ մեր ցուցադրության մեջ հստակ կա գիծ եւ պատմություն խնդիրը ճիշտ հաղթահարելուց մինչև ելքային տարբերակներ, մինչև վերածնունդ։ Հենց հիմա մեր եթերում կտեսնենք կադրեր ցուցադրությունից։ Գիտենք, որ այս լուսանկարներից յուրաքանչյուրն ունի վերնագիր, այո, դուք կարող եք մեկնաբանել։ Սա հենց նոր ծիլն է, նոր ծիլ, հույս եւ հավատ ցանկացած ողբերգությունից եւ վշտից հետո, ինչը սակայն շատ նաեւ խոցելի է, որովհետեւ ինքը նոր է եւ իր մասին պետք է հոգ տանենք, ջրենք, որպեսզի մեծացնենք։ Սա իհարկե արդեն իր հետևանքներն են, որոնք հենց մեր խնամքի արդյունքում կարողանում ենք ստանալ այն հույսը եւ հավատը նոր ծիլքի արդյունքի։ Հաջորդը տեսնենք հաջորդ լուսանկարը, եթե հնարավոր է, ահա, այստեղ իհարկե մեր նկարների մեջ հստակ շեշտադրված է հատկապես մոր եւ երեխայի կապը եւ մեզ համար ամենախոցելի թեման եղերնի ընթացքում բոլոր այն պատմությունները, որոնք հատկապես վերաբերում են երեխաներին, ինչը հասարակության համար շատ ավելի ազդեցիկ է լինում եւ այստեղ դասական օրինակ է, այստեղ մայրական բնազդն է, որտեղ մայրը պաշտպանում է սեփական երեխային եւ անգամ կենդանական աշխարհում գիտենք սեփական ձագին պաշտպանելու համար կենդանին ինչի է ունակ եւ մայրական բնազդը ամենաառաջնային բնազդներից է եւ երբեմն նաեւ շատ ավելի առաջնային է, քան ինքնապաշտպանության բնազդը։ Այստեղ տեսնում ենք իհարկե եւ սարսափը եւ կարող ենք տեսնել զարմանքը, որոնք ցանկացած նմանատիպ իրադարձության դեպքում ամենաառաջնային հույզերն են։ Զարմանքի դեպքում, երբ մեր ուղեղը դեռևս չի ինտեգրել այն կորուստը, այն վիշտը, որում մենք գտնվում ենք, այստեղ դատարկության զգացումն է, որտեղ ես շատ հաճախ կարող եմ ունենալ խնդրի մեջ ինքս ինձ հետ մենակ մնալու զգացողություն եւ հետո ամեն ինչ թողնել գնալու փախուստային մեխանիզմների, այո։
կարող ենք այնտեղ հանդիպել սարսափը, որտեղ այստեղ տեսնում ենք բռնակալ արյունոտ ձեռքը, որտեղ որ շատ հաճախ զսպվում է մեր ուժը եւ կտեսնենք այնտեղ նաեւ շղթայված կամքը որպես ցուցադրության կտավ եւ որը խոսում է այն մասին, որ հաճախ մեր կամքը, մեր ազատությունը արտաքին հանգամանքներով պայմանավորված ցավոք զսպվում է։ Այստեղ շատ խոսուն պատկերով ներկայացված է ավելի շատ ցնորքի եւ տառապանքի միախառնումը, որտեղ ինչպես տեսնում ենք երեխայի մահճակալն է եւ երեխան այլևս չկա եւ մայրը հենց երեխայի մահճակալում է։ Ահա այստեղ լուր ցավն է, որտեղ մենք շատ հաճախ ստիպված ենք լինում լռեցնել մեր ցավը եւ որը կոչվում է դիսոցիացիա, այսինքն հույսերը մեր մեջ ճնշում ենք եւ շատ հաճախ նաեւ արգելում մեզ խոսել այդ մասին, սակայն չխոսելը դեռևս չի նշանակում, որ ցավը իրականում չկա եւ գոյություն չունի։ Չխոսելով կարող ենք վերապրել։ Ոչ, որովհետև ավելի շատ գնում ենք ճնշման տարբերակով, որովհետև ցանկացած խնդիր առհասարակ մեզ մոտ վերապրվում է հենց խոսելու, ոչ թե տառապելու, այլ գիտակցական մակարդակ բերելու, որովհետև խոսելը հնարավորություն է տալիս դուրս բերել մեզանից, թուլացնել խնդիրը եւ առողջ մոտեցման արդյունքում այն ավելի հեշտ հաղթահարել։ Իսկ մարդը կարող է առանց մասնագետի օգնության վերապրել որևէ ցավ, եթե ընդհանրական ցավի մասին ենք խոսում։ Իրականում մեր օրգանիզմը ամենատարբեր իրավիճակներում արագ ինքնակարգավորվելու բոլոր հնարավորությունները ունի, եթե մեր կողմից արհեստական խոչընդոտներ չեն ստեղծվում, որովհետև եթե գալիս ենք ցեղասպանության փաստին, ապա դա կարծես թե մեզ համար հոգեբանական առում, ոչ միայն պատմական ցավ է, այլ հոգեբանական առումով կարծես ժառանգություն է, որը մենք շարունակում ենք կրել եւ ցանկացած վշտի հաղթահարում ունի փուլեր։ Այդ փուլերն են ինքնամեղադրանքը, երբ մենք փորձում ենք սխալները մեր մեջ տեսնել, փուլերից է մեղադրանքը դիմացինին, փուլերից մեկը ու շատ երկարատև կարող է լինել իրականության մերժման փուլը, երբ իրականությունը ընդունելը շատ ցավոտ է լինում, բայց նաև հեշտացնում է հետագա հաղթահարման ընթացքը։ Եվ երբ մենք ցեղասպանության փաստով պայմանավորված միանշանակ ցեղասպանության փաստի ընդունում չունենք, կարծես բախվում ենք անընդհատ վշտի հաղթահարման իրականության մերժմանը, որը բերում է զայրույթ, որը բերում է իրականության մերժման արդյունքում անարդարության զգացում եւ դա շատ մարդկանց մոտ կարող է դժվարացնել հաղթահարման ընթացքը։ Միանշանակ է այն, որ ոչ բոլորը կարող են կարիք ունենալ մասնագիտական աջակցության, բայց շատ հաճախ անձի կողմից կարող են չգիտակցվել, որ այս կամ այն վշտի հաղթահարման փուլում որևէ փուլ իրենց կողմից հաղթահարված չէ, ժամանակային առումով կարող են անցնել առաջ, բայց հոգեբանության մեջ գոյություն ունի թրիգեր ասվածը, երբ նմանատիպ իրավիճակը մեր կյանքում կարող է կրկնվել, իսկ 44-օրյա պատերազմը դրա վառ օրինակն էր, երբ ազգի մակարդակով կրկին եղավ այն նույն ապրումները, ինչը բնորոշ է հենց ցեղասպանություն ապրած սերունդներին եւ արդյունքում մենք կարող ենք հաղթահարել, որ մենք այնտեղ անցյալում ունենք չհաղթահարած հոգեբանական խնդիրներ։ Իսկ եթե խոսենք ողբերգության ամբողջական հաղթահարմանը, մենք քիչ առաջ մեր տաղավարում մեր առաջին հյուրի հետ հասկացանք, թե ինչպես ներողություն գենետիկ տեսանկյունից ինչպես հաղթահարել ամբողջությամբ այդ ցավը, իսկ հոգեբանական տեսանկյունից բանաձև ունի այդ համազգային վերապրում ունենալով։ Տեսեք, յուրաքանչյուր տրավմա ինքը ցավ է, բայց նաև ուժ է։ Այսինքն մենք կրում ենք մեր մեջ յուրաքանչյուրս ոչ միայն տրանսգեներացիոն ցավ, այլ նաև կրում ենք տրանսգեներացիոն ուժը։ Ուժ ապրելու, ուժ սիրելու, ուժ ստեղծելու եւ շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք իսկապես յուրաքանչյուր տրավմա մեր կյանքում դարձնել ռեսուրս առաջ գնալու համար, որովհետեւ կյանքի տարբեր իրավիճակներում տրավման մեզ կարող է կամ անտեսանելի թելով հետ պահել եւ մենք անընդհատ կարող ենք վերադարձ ունենալ այնտեղ, կամ կարող ենք գիտակցել պարզապես, որ իրականում հենց այդ սերունդը լինելով, ոչ միայն լինելով ցեղասպանության սերունդ, այլ նաև մենք վերածնունդի սերունդ ենք, ով կարողանում է հենց այդ նույն ծիլը տալ, ով կարողանում է ստեղծել նոր գաղափարներ եւ վերջապես գիտակցել, որ այս կյանքում պետք է գնալ ավելի շատ ոչ թե զոհականացման, այլ հաջողության ճանապարհով եւ դրա համար շատ կարեւոր է հենց ծնողների դերը երեխաներին դաստիարակելու առումով, որովհետեւ մենք երբ մեծացնում ենք իսկապես խեղճացող
պատճառաբանող, արդարացող եւ իր ցավի մեջ բարդույթավորվող երեխա, ապա մենք չենք մեծացնում հաղթող երեխա, ով այս կյանքում ոչ թե կընդունի, որ ցավը բնականաբար ցավը իրենն է, այլև ցավը իրեն ոչ թե կսահմանափակի, այլ կդարձնի դա իր համար ուժ, նոր աստիճաններ իր կյանքում դնելու համար, եւ այս դեպքում մենք պետք է պարզապես հասկանանք, որ ցանկացած իրավիճակում ունենք այն ընկալելու երկու տարբերակ։ Մի կողմը, որը մեզ տանում է դեպի անկումային իրավիճակներ, մյուս կողմը, երբ դա հիշելով կարողանում ենք անընդհատ մեր կյանքում նոր հաջողություններ կերտել։ Մեզնից յուրաքանչյուրն ուզում է, որ մեր երեխաները հիշեն մեր պատմությունը, չմոռանան դա եւ զգան ինչ-որ առումով նաեւ, որովհետեւ դա եւս բավականին կարեւոր է, բայց մեդալի հակառակ կողմն էլ այն է, որ մենք չենք ուզում մեր երեխաները խեղճանան եւ ձեր ասած օրինակով այդ կորստի բարդույթը չունենան, այդ ցեղասպանության հետևանքը որպես բարդույթ չլինի։ Հիմա ինչպես անել, որպեսզի գտնել ոսկե միջինը, ինչպես կարող ենք երեխային մատուցել թեման եւ ինչպես պատմենք ցեղասպանության մասին։ Ամենակարևոր պայմանը երեխայի հետ համագործակցության դա ազնվությունն է, որովհետեւ ասում ենք կարևոր չէ ինչ ենք ասում, կարևորը ինչպես ենք ասում։ Եվ շատ հաճախ շատ կարևոր է թե մենք այս կամ այն երևույթը երեխային մատուցում ենք տագնապով, հենց այդ զոհի հոգեբանությամբ, թե իրողությունն ենք իրեն ներկայացնում, որպեսզի տեղեկացված լինի, որովհետեւ շատ հաճախ մենք կարող ենք բախվել նրանում, որ ցեղասպանությունը պահանջող նույն երիտասարդների կամ մարդկանց մեջ մենք կարող ենք հանդիպել մարդկանց, ովքեր սեփական պատմությունը չգիտեն։ Այսինքն հենց խոսքը ուժեղացնել պատմությամբ, ուժեղացնել տեղեկատվությամբ, որովհետև մենք պետք է գիտակցենք, որ յուրաքանչյուրս մեր մասնագիտության մեջ համարվում ենք այն տեղեկատվություն տարածող մարդիկ եւ մեր գլխավոր զենքը պետք է լինի յուրաքանչյուր երեխայի, յուրաքանչյուր մեծահասակի, յուրաքանչյուր մասնագիտության մակարդակում հենց այդ ինֆորմացիան ավելի լայն մասշտաբներով տարածելու առումով։ Եվ եթե մենք ավելի շատ փորձում ենք տեսնել, թե ագրեսիա երեխայի մեջ սերմանել, ասել թե չասել, լավագույն տարբերակը տալ ինֆորմացիա եւ զինել կրթությամբ, որը իր համար լավագույն զենքը պետք է լինի, հետագայում կողմնորոշվելու եւ գիտակցելու արդեն սեփական ընտրությամբ։ Այ շատ կարևոր է առաջ շարժվելը, այ ինչպես անել, որ չմոռանալով պատմությունը առաջ շարժվելը, նոր հարաբերություններ օրինակ կարգավորել, այ ինչպես ներողություն, ինչպես չդնել սերունդներն այս բեռի տակ, բայց միևնույն ժամանակ նրանք կարողանան հիշեն պատմությունը, հարգեն պատմությունը, բայց չդառնան այդ բեռի գերին։ Կարծում եմ, որ այս դեպքում շատ կարևոր է նաև յուրաքանչյուրի իրավագիտակցությունը, ընկալումը եւ սեփական ընտրությունը, որովհետեւ համենայն դեպս այս փուլում մեր ծնողները կարծում եմ ոչ այդքան այդ առումով մեզ ծանրաբեռնում են հիշացնելով եւ այլն, բայց կարևոր է թե առհասարակ ընտանիքի մոտեցումը այս կամ այն խնդիրների հաղթահարման մեջ ինչպիսին է եւ մենք ինչպիսի կոնցեպտ ենք տալիս յուրաքանչյուր երիտասարդ խնդիրները հաղթահարելու ուղղությամբ, որովհետև եթե մենք սովորեցնում ենք, որ իրավիճակը կա ու իրավիճակում պետք է ելքեր փնտրել, այսինքն մեծացնում ենք ելքեր փնտրող երիտասարդի երեխայի, այս դեպքում ցանկացած կյանքի իրավիճակում կարողանում է շատ ավելի ճկուն լինել, որովհետև ասում ենք, որ ինքնաբավության կարևոր բանալին այն է, որ մենք կարողանում ենք մեզանից դուրս գտնվող անառողջ միջավայրին տալ առողջ վերաբերմունք։ Հետևաբար շատ կարևոր է, որպեսզի մենք մեր մեջ ուժեղացնենք այն կարևոր կողմերը, որովհետև մենք ամենայն դեպս ապահովագրված չենք նորանոր նմանատիպ պատմություններից, որքան էլ որ փորձենք լավատեսական լինել եւ տարիներ առաջ նմանատիպ փորձի միջով անցանք եւ կարծես Դամոկլյան սրի նման այդ վտանգը մեր գլխում անընդհատ կա, բայց միևնույնն է մեր շրջապատող անառողջ միջավայրի հանդեպ մենք պետք է ձևավորենք սեփական առողջ վերաբերմունքը եւ նաեւ տագնապի հիմքում, որտեղ հոգեբանական խնդիրների մեջ մենք կարող ենք տեսնել ամենատարբեր խնդիրները, որոնք սերնդեսերունդ փոխանցվել են ընդհուպ միջև օրինակ սննդային վարքի խանգարումը, որի պատճառները կարող ենք փնտրել մեր սերունդների մեջ, որտեղ որ մենք մերժում ենք սնունդը, օրինակ նույն անորեքսիայի դեպքում չեմ ուզում ուտել, որովհետև ես մեղավոր եմ, որովհետև եղել են սովամահության դեպքեր, ուտում եմ հակառակ մյուս ծայրահեղությունը, որպեսզի չմահանամ, որովհետև որտեղ մահն է, այնտեղ էլ ապրելու վնասն է, եւ մենք պատասխանատու ենք մեր ապրելու համար, եւ մենք պատասխանատու ենք մեր որակով ապրելու համար։
Եվ կարծում եմ, որ կարևոր առաքելությունը հենց երեխայի մեջ պետք է ձևավորել, թե որքանով ես դու պատասխանատու քո կյանքի համար եւ որքանով ես պատասխանատու քո կյանքում անելու այն ամեն, ինչ ուղղված է ստեղծելուն, արարելուն եւ այն ամենին, ինչը քո ձեռքերում է։ Շնորհակալություն։ Եկեք նաև խոսենք ցուցահանդեսի մասին, վերադառնանք ցուցահանդեսի թեմային։ Մի քանի օր առաջ Գյումրիում տեղի ունեցավ ցուցահանդեսը, բայց նաև արտերկրում է տեղի ունեցել ցուցահանդեսը մի քանի անգամ, խնդրում եմ պատմել նաև դրա մասին։ Այո, մենք պարբերաբար կենտրոնն ունենում է այցելություններ Հայաստանի սահմաններից դուրս եւ իհարկե հոգեբանության մեջ մեր գլխավոր նաեւ կարգախոսն է իսկապես հայ հոգեբանական միտքը տարածել եւ առաջին այցը եղել է Հարավային Ամերիկա։ Իհարկե շատ ավելի ցավալի է, որ նշեմ, երբ մենք մեծ ոգևորությամբ տանում էինք, որպեսզի ցուցադրեինք, շատ հաճախ հենց այնտեղ նույն ոլորտի մասնագետները չգիտեին ինչի մասին է խոսքը։ Այսինքն հենց նույն անտեղյակությունը, ինչ ասել է 15 թվի Եղեռն, ինչը մեզ համար հայի ինքնության հարց է եւ դա մեր գենոֆոնդում այսպես դրված է եւ հանդիպում ես մարդկանց, ովքեր չգիտեն դրա մասին ու դու նորից ստիպված ես լինում դրա մասին պատմել, ցավալին սա է իսկապես, հենց դրա համար եմ նշում, որ յուրաքանչյուրը իր կողմում, երբ նմանատիպ քայլերի արդյունքում կարողանա իսկապես իրազեկել, այնքանով որքանով իր հնարավորությունները դա կտան, որովհետեւ նույն ցուցահանդեսը հետագայում նախատեսում ենք, որ նաեւ դառնա գիրք իր ամենատարբեր հոգեբանական պատմություններով, հոգեբանական հաղորդագրություններով, որովհետեւ մեր ցուցահանդեսի նպատակն է իսկապես ցույց տալ, որ այն ցավը, որը կա եւ այն ցավը, որից փախչել չի լինի, մենք կարողանանք իսկապես ցավի հետ ճիշտ աշխատել եւ ամենատարբեր հոգեբանական անկումային հույզերից գալ մինչև իսկապես վերածնունդ, որի սերունդն ենք մենք։ Եվ Հարավային Ամերիկայից հետո ունեցել ենք ցուցադրություն նույն Գերմանիայում, ինչպես նշեցիք, Հայաստանի սահմաններում արդեն մեր 10-ից եւ ավելի մասնաճյուղերում, մարզերում հետեւաբար իր ճանապարհը անցել է եւ այս առումով մենք իհարկե նախատեսում ենք շատ ավելի մասշտաբները մեծացնել։ Շնորհակալություն զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Իսկ հիմա անցնենք առաջ եւ դիտենք Գովազդչանթի եթերում, այնուհետև կվերադառնանք տաղավար։